Բարև ձեզ, ես Վիկտորիան եմ Ադամյան, սովորում եմ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական պետական քոլեջի 4-րդ կուրսում վոկալ բաժին։ Շատ եմ ուզում իմ մասնակցությամբ անպայման շարունակել, դառնալ ուսուցչուհի վոկալի։ Բացի երգից զբաղվում եմ մոդելինգով 2 տարի է արդեն։ Հագուստների ցուցադրությունը նրա սիրելի զբաղմունքներից է։ Վիկան խոստովանում է, որ այդ նախասիրության շնորհիվ իրեն ավելի ազատ է զգում բեմում։ Նախագծի շրջանակներում կարող է ակնել տարբեր ոճի հագուստներ, իսկ որ ամենակարևորն է, հանդիսատեսին կներկայանա բեմական գեղեցիկ կեցվածքով։ Երբ 14 տարեկան էի, մեր հարևանուհին գործում էր գլխարկներ հելունով, ինձ դա շատ հետաքրքրեց եւ նրան անդադ հետևում էի եւ նրանից թաքուն սկսեցի ես էլ գործել եւ սկսեցի վաճառել իմ գործած գլխարկները եւ այդպես ստացա իմ առաջին հոնորարը։ Հիշիր, ձայնն է կարևոր, ձայնը եւ միայն ձայնը։ Հայաստանի ձայնը մրցույթին մասնակցում եմ իհարկե հաղթելու համար, մյուս մասնակիցներին մաղթում եմ վստահություն եւ հաջողություններ։ Մենք այս երգը, երևի կարելի ասել այս երգը ավելի շատ կան, որ մասնակիցները ընտրում են հենց այս երգը։ Եվ պատկերացրու այս երգը տարբեր ինտերպրետացիաներով լսել ենք ու բոլորը տենց լավ եք երգում այս երգը, բայց կարելի ասել բոլորը բժիշկները որ ասում են հիվանդի վիճակը ստաբիլ ծանր է, ձեր մոտ տենց վիճակ է, դուք ստաբիլ լավ եք երգում այս երգը, բայց չկա մի հատ տենց ինչ որ են պլյուս եղած ռումբը, որը կպայթացնի եւ մենք կպտտվենք։ Համենայն դեպս մենք ձեզ շնորհավորում ենք, դուք Հայաստանի ձայնում եք, դուք փայլեցիք, հանդիսատեսը ձեզ սիրեց, համոզված եմ հեռուստադիտողը նույնպես կսիրի ձեզ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեր ելույթին։ Գերցեք երեսություն։ Վիկտորիա! Очень.
դու ստաբիլ լավ երկեցիր, բայց մի բան պակաս էր։ Հիմա դու եթերում կտեսնես եւ ինքդ կամոզվես։ Շնորհակալ